Այս տարվանից թոշակառուները եւս հայտարարագրելու են եկամուտները։ Զարմացած ու անտեղյակ են կապանցի պապիկ տատիկները, ասում են նույնիսկ չեն լսել նորության մասին։ Չեմ լսել, որ տատիկ պապիկները պետք է հայտարարագրվին։ Ինչը հայտարարագրեմ, իմ թոշակը։ Եղավ լավ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն է վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում փոփոխության մասին հայտարարել։ Այո, այս տարի թոշակառուներն են հայտարարագրում եւ մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում եւ դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաև նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին, այսինքն տարվա ընթացքում դա կունենանք։ Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում ավելի քան 600,000 թոշակ եւ նպաստ ստացող կա։ Կհարկվի արդյոք թոշակառուի կողմնակի եկամուտը դեռ պարզ չէ։ Բարդ է թե հեշտ է, նախ որ ասում են պետք է անենք։ Եսի առայժմ մտորումների մեջ եմ, տեսնեմ ինչը պետք է հայտարարագրեմ, այսինքն ինչը։ Թող պարզաբանեն, գուցե մտնում է ինչ որ մի հայտարարագրել բանն է։ Եթե կենսաթոշակս հայտարարված է, իրանք գիտեն, ես ինչքան թոշակ եմ ստանում ամեն ամիս։ Տատիկ պապիկները եթե ունեն, ասենք բիզնես, որոնք իրենց անունով է գրանցված, եւ այո, հա, թող հայտարարագրեն, բայց թոշակն ինչ հայտարարագրեն, թոշակը հայտարարագրեն, որ ինչ։ Մշակվող նոր փոփոխությամբ կարիք չի լինելու հայտարարագրել վարկերը։ Եթե կա հարկային գործակալի կողմից տրվող աշխատավարձ, ապա կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում, որով էլ այն տեսանելի է դառնում պետական եկամուտների համար։ Ուստի հայտարարագրում դրա հաստատման կարիքը չկա, մինչդեռ սոցիալական կրեդիտների հետ վերադարձի համար այդ գործողությունը պարտադիր է։ Բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ տվյալ հայտարարագիր ներկայացնող իր համաձայնությունը տալիս է համակարգում։ Այսինքն ոչ թե մենք պարզապես ինքներս բանկերից վերցնում ենք, այլ միայն համաձայնության դեպքում բանկը արդեն հստակ հաշվարկած իր եկամուտները օրինակ իր ավանդներից ավտոմատ կերպով փոխանցելու է պետական եկամուտների կոմիտե եւ այդ հարթակում ավտոմատ կերպով լրացվելու է։ Թե ինչ ձևաչափով ու կոնկրետ ինչ մեխանիզմներով կիրականացվի թոշակառուների հայտարարագրումը դեռևս հստակ չէ։ Հայտնի է միայն այն, որ ընթացիկ տարում 2025-ի եկամուտների հայտարարագիր լրացնելու են բոլոր քաղաքացիները։ Նարեխ Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։